Եկեք անկեղծ լինենք, այս տարվա ապրիլը դեռ երկար, շատ երկար կմնա բոլորիս հիշողության մեջ, բայց անցավ, այսօր սկսվեց մայիսը, որը նույնպես հարուստ է լինելու իրադարձություններով և նույնիսկ կասեի ինտրիգային ամիս է սպասվում, բազում հարցականներով ու անորոշություններով։ Հայաստանում առնվազն մի իրադարձություն է տեղի ունենալու, որն աննախադեպ է։ Խոշորացման հարցով տեղական հանրաքվե մի քանի համայնքներում։ Մի կողմից շատ լավ բան է, վերջապես իշխանությունները որոշել են հարցնել հասարակ քաղաքացիների կարծիքը։ Մյուս կողմից բոլորովին պարզ չէ, թե այդ կարծիքը ինչպիսին կլինի։ Ճիշտ նույն կերպ շատ դժվար է կանխատեսել, թե արդյոք այս կիրակի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից հետո Ղարաբաղի խորհրդարանում ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներ կհայտնվեն, թե հայկական երկրորդ պետության պարլամենտը այսօրվա պես կմնա զուտ իշխանական։ Բարոնուհի Քոքսը, որը հաճախ է այցելում Ստեփանակերտ, իհարկե ձայն չի հանում, բայց հոգու խորքում երևի մտածում է. լավ, ինչպես համոզեմ բրիտանացիներին, որ Ղարաբաղում արևմտյան տիպի ժողովրդավարություն է, երբ արևմուտքում պարզապես գոյություն չունի խորհրդարան առանց ընդդիմության։ Չնայած հանուն ճշմարտության ասեմ, ղարաբաղցիներն էլ անգլիացի բարոնուհուն կարող են հակընդդեմ հարց ուղղել, բայց ձեզ մոտ ինչ է կատարվում իսկապես։ Շատ տարօրինակ իրադրություն է ստեղծվել Մեծ Բրիտանիայում ամսի 7-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների նախօրեին։ Հիշում եք իհարկե, մոտ կես տարի առաջ աշնանը Շոտլանդիայում անկախության հանրաքվե կայացավ։ Քիչ էր մնում անջատվեին, բայց չստացվեց։ Թվում էր, թե ամեն ինչ ավարտվել է եւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կարող է գոնե առայժմ հանգիստ շունչ քաշել։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Այժմ Քեմերոնի ճակատագիրը կախված է հենց շոտլանդացիներից։ Հաջորդ շաբաթ, իհարկե ավելի մանրամասն կանդրադառնամ բրիտանական ընտրություններին, իսկ առայժմ հնարավորինս համառոտ ներկայացնեմ իրադրությունը։ Գիտեք իհարկե, երկու հիմնական կուսակցություն կա Բրիտանիայում եւ ըստ վերջին հարցումների այս ընտրություններում պահպանողականները եւ լեյբորիստները մոտավորապես հավասար ձայներ կստանան, նրանցից որևէ մեկը հնարավորություն չի ունենալու միայնակ կառավարություն ձևավորել։ Եվ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ում հետ կցանկանա կոալիցիա կազմել Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթարջոնը։ Այդ կինը կուզենա Քամերոնին վարչապետ կդարձնի, չի ուզենա կմիանա նրա հակառակորդի հետ ու Էդ Միլիբենդը առաջիկա տարիներին կղեկավարի Բրիտանիան։ Իսկ դուք ասում եք, կանանց տեղ չեն տալիս։ Կինն է որոշում մեր տղամարդկանց ճակատագիրը։ Բայց թույլ տվեք գոնե հպանցիկ անդրադառնալ Հայաստանի հետ անմիջական կապ ունեցող մայիսյան իրադարձություններից մեկին։ Համալրում է սպասվում ոչ միայն բրիտանական թագավորական ընտանիքում, այլև մեր եվրասիական ընտանիքում։ Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի է ունենալու Եվրասիական միության գագաթնաժողովը եւ Ղրղստանը ամենայն հավանականությամբ արդեն պաշտոնապես կմիանա Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան, Հայաստան քառյակին։ Կարելի է իհարկե ասել, որքան շատ լինենք, այնքան մեզ համար ավելի լավ, բայց այստեղ շատ մեծ պրոբլեմ կա եւ այդ շատ մեծ պրոբլեմը կապված է Ղրղստանում գործող շատ մեծ շուկայի հետ։ Չգիտեմ, լսել եք արդյոք Բիշկեկի մոտակայքում 100 հեկտար տարածքի վրա տեղակայված Դորդոյ շուկայի մասին։ Այնտեղ աշխատում է 55,000 մարդ։ Կենտրոնական Ասիայի ամենամեծ այդ շուկայի տարեկան ապրանքաշրջանառությունը գիտեք որքան է կազմում։ Ես էլ երբ առաջին անգամ լսեցի, պարզապես չհավատացի։ Տարեկան 7 միլիարդ դոլար։ Դա ոչ Ղրղստանի համախառն ներքին արդյունքի 1/3-ն է։ Հասկանալի է, չէ՞, թե ինչ են անում։ Գնում են Չինաստան, էժան ապրանքը բերում են եւ ավելի թանկ գնով վերավաճառում Ղազախստանին, Ռուսաստանին, Ուզբեկստանին եւ այլն։
Հիմա խիստ մաքսային սահմանափակումներ են մտցվելու եւ պարզ չէ, թե ինչպիսին է լինելու այս հսկա շուկայի ճակատագիրը։ Քանզի մայիսյան մտավախություններից խոսեցին, չեմ կարող չանդրադառնալ, եթե կարելի է այսպես ասել, այս ամսվա գլոբալ անհանգստությանը։ Գիտեք երևի, որ ռուսաստանյան Պրոգրես բեռնատար տիեզերանավը, որն այս շաբաթ պետք է մոտ 3 տոննա բեռ հասցներ միջազգային տիեզերակայանի անձնակազմին, դուրս է եկել վերահսկողությունից եւ ընկնելու է երկրի վրա։ Թե դա կոնկրետ երբ է տեղի ունենալու, առայժմ ոչ ոք չի կարողանում ստույգ կանխատեսել, բայց ասում են առաջիկա 10 օրյակում։ Իհարկե մեծ մասը մթնոլորտում այրվելու է, բայց մասնագետները չեն բացառում, որ որոշ կտորներ կհասնեն մեր մոլորակի մակերևույթին։ Բա հիմա ինչ անենք։ Չգիտեմ, երևի պետք է անել այն, ինչ մենք հայերս ավանդաբար անում ենք, նստենք արգավանդում պատրաստված ֆիննական բազմոցին եւ սպասենք մեր ճակատագրին, հույս ունենալով, որ բախտը մեր նկատմամբ բարյացակամ կլինի, լավատեսության հիմքեր կան, մոլորակի 2/3-ը ջրով է ծածկված, իսկ աշխարհի բոլոր բնակավայրերը միասին վերցրած, գիտեք թե ցամաքի քանի տոկոսն են կազմում, կզարմանաք, ընդամենը 3%-ը։ Եվ վերջում մայիսյան եւս մի իրադարձության մասին, ամսի 9-ին Մոսկվայում, գիտեք, հանդիսություններ են տեղի ունենալու երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակի առիթով, մեր նախագահն է լինելու այնտեղ, բայց ինչպես հայտնի է, արևմտյան առաջնորդները հիմնականում հրաժարվել են գալ Մոսկվա։ Մի մեկնաբանություն կարդացի ռուսաստանյան մամուլում, հեղինակը հեգնում է, հետո ինչ որ չեն գալու։ Եթե ժամանեն Հնդկաստանի, Չինաստանի եւ մի շարք աֆրիկյան մեծ երկրների ղեկավարներ, կարող ենք ասել, որ աշխարհի բնակչության մոտ կեսը ներկայացված է Կարմիր հրապարակում։ Ու նաեւ այսպիսի միտք է արտահայտում, որը խոստովանեմ, ինձ շատ դուր եկավ։ Ասում է. իսկ ընդհանրապես ինչու ենք կազմակերպում այդ զորահանդեսը մեր ռուսաստանցի եւ օտարերկրյա ղեկավարների համար, բայց չէ որ սա վետերանների տոնն է, այն մարդկանց, որոնք կերտել են հաղթանակը, ավելի լավ չէր լինի, եթե պարզապես Կարմիր հրապարակում հավաքեինք մեր վետերաններին, հրավիրեինք մարդկանց նաեւ նախկին խորհրդային հանրապետություններից, շնորհավորեինք, ծաղիկներ նվիրեինք, ջերմորեն գրկեինք նրանց, չէ որ պարզ մարդկային վերաբերմունքը վետերանների համար 1000 զորահանդես արժե, չգիտեմ, անձամբ ես այս առաջարկին 2 ձեռքով կողմ եմ, դուք դեմ չեք։